Նրանք սենց կրիտիչիսկի վիճակի մեջ են քեզ գցում, որ դու չգիտես ոնց շարժվես, ոնց անես, ինչ պիտի անես, ու միանգամից ասում են մենք կօգնենք։ Ինչքան բանկում փող ունեի, լրիվ հանել տվեցին։ Պատմություն, թե ինչպես 70-ամյա կինը խարդախների պատճառով կորցրեց իր բնակարանն ու $30,000։ Սվետլանա Նալբանդյանը, որ դասախոսում է բժշկական համալսարանում, պատմում է, դասի ընթացքում WhatsApp-ով անծանոթ հեռախոսահամարից դեկանի նկարով նամակ է ստացել, որտեղ նշվում էր համալսարանում ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է իրականացրել, ինչից հետո ցանկացել են կապ հաստատել մի քանի դասախոսի հետ, որոնցից մեկը մեր զրուցակիցն էր։ Ես էլ աստի խնդրեմ, ես ոչ մի խնդիր չունեմ։ Կես ժամ անց, ինչպես եւ սպասվում էր, զանգահարել են։ Ինձ մեղադրել է, ինչ որ կապերի մեջ, ես իմ ինչ պրիստուպնի գրուպիրովկեքի հետ, որոնք ապրում են, աշխատում են Ռուսաստանում։ Զանգահարողը միաժամանակ վստահեցրել է պատրաստ են օգնել դուրս գալ իրավիճակից, հետո իբր կենտրոնական բանկից են զանգահարել, տեղեկացրել, որ քարտերում արկա գումարը խարդախները հափշտակել են, այնուհետև նշել են, որ կենտրոնական բանկից իր քարտերին կփոխանցվի $30,000, որը մեր զրուցակիցը պետք է նորից կենտրոնական բանկի այլ հաշվեհամարի փոխանցի։ Ստացվում է այնպես, որ Սվետլանա Նալբանդյանը իր եւ իր ընտանիքի $30,000 է փոխանցում, կորցնելով այն։ Մեր զրուցակցին նաև տեղեկացրել են, որ իբր իրեն հետևում են։ Մոտ 3 օր անց կենտրոնական բանկի աշխատակից ներկայացողը տիկին Սվետլանային տեղեկացրել է, որ հանցավոր խումբը վաճառել է նաև իր բնակարանը։ Ասեցի, բայց ոնց են արել, ասում է, այդ մաշենիկները հիմա սուտի թղթեր են ներկայացրել, էտել են արել, որովհետև նոտարիուսը իրանցն է, կադաստրը իրանցն է, այնտեղ ամենտեղ իրանց մարդիկ են։ Զանգահարողը նշել է, տունը վերադարձնելու համար միայն մեկ ճանապարհ կա, պետք է այլ գնորդ գտնել, այնուհետև բրոկերների հեռախոսահամարներ է ուղարկել։ Ամենակարևորը շատ շուտ այդ տունը հիմա վաճառի, որ կադաստրում ձեր անունով լինի ամեն ինչը, մենք կարողանանք այն գործողությունը, որը այն շուլերները արել են, բան անենք։ Զանգից անմիջապես հետո հենց նույն օրը բրոկերներ են եկել 4 սենյականոց տունը նայելու։ Ոչ էլ նայեցին տունը, ասում է, տենց մարդ կբերím, որը միանգամից փողը տա ու գնա։ Երկրորդ օրը գալիս է 2 հատ երիտասարդ տղայի հետ, որոնք էլի տուն առնելուց մարդիկ նայում են, չէ՞։ Նրանք չեն նայում։ Նրանք մի հատ փողը դնում են սեղանին, ասում են մենք ուզում ենք, չգիտեմ ինչ, վաղը գնում ենք նոտար։ $1,000 են թողել տանը, իսկ մյուս մասն արդեն հաջորդ օրը նոտարական գրասենյակում են փոխանցել։ Այնտեղ գալիս են 3 հոգի առնողներից, այն 2 տղեն, որ եկել են իմ տուն, իրանց քուրիկի հետ, եւ ամեն ինչը ձևակերպում են քրոջ անունով։ $95,000 փոխանցել են Սվետլանա Նալբանդյանի հաշվեհամարին։ Անմիջապես իբր կենտրոնական բանկի աշխատակիցը պահանջել է կանխիկացնել գումարը ու մաս-մաս տարբեր հաշվեհամարների ուղարկել, նշելով, որ գումարը վերադարձվելու է գնորդին, եւ նրան տեղեկացվելու է, որ այդ ամենը իբր խարդախության գործը բացահայտելու համար է անհրաժեշտ եղել։ Բացատրելով, որ նրանք հիմա վաղը բռնում են այդ սա գրուպիրովկան, որ այդ բրոկերն էլ է այդ խուժը բանի, այդ նոտարն էլ է իրանցից եւ այլն եւ այլն, եւ մյուս օրը այդ սա հեռախոսները անջատվում են։ Ես զանգում եմ, ոչ մի բան չկա։ Մի քանի օր հետո զանգահարել է բրոկերը եւ ասել, որ ժամկետներն անցել են եւ մեր զրուցակիցը պետք է ազատի տունը։ Սվետլանա Նալբանդյանը հասկացել է, որ խաբեության զոհ է դարձել եւ մարտի 18-ին դիմել է պատկան մարմիններին։ Ինձ ցույց են տվել այսինքն մի մետր գործեր նման եւ այդ նույն անունները, որը ինձ է ներկայացրել, որ երբ որ խոսում են իմ հետ, այդ նույն անուններով մարդիկ նույն ձևի խափում էին ուրիշներին։ Տենց չի, որ ես մենակ եմ, բայց բնակարանի հարցում ես եզակի էի։ Քննչական կոմիտեից լուրերին հաստատեցին առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու եւ պաշտոնատար անձի կոչումը կամ լիազորությունները ինքնակամ յուրացնելու հոդվածների հատկանիշներով։ Վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական եւ վարութային այլ գործողություններ հանցանք կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Տիկին Սվետլանան շարունակում է բնակվել իր տանը, խնդրել է մինչև գործի բացահայտումը մնալ բնակարանում։
այդ աղջիկը գնացել է վերցրել է այդ թուղթը, գնացել է գազի վարչություն, ասել է ես եմ ստեղ ապրում, էս է իմ թուղթը, գազ անջատ է, այնտեղ գազ չպիտի լինի։ Ես ուղիղ 20 օր առանց գազ ապրում եմ։ Հիմա լույսի համար են ուղարկել թուղթը, որ էլեկտրոցանցի եւ այլն, որ եթե մինչև 16-ը ես չազատեմ, նրանք 16-ին լույսի կոնտրակտը իմ հետ բան են անում։ Մեր զրուցակիցը մարտի 25-ին դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, խնդրելով անվավեր ճանաչել կնքված գործարքը եւ արգելել բնակարանում վտարման գործողություն կատարելու, ինչպես նաեւ բնակարանը հոսանքազրկելու կամ գազամատակարարումը դադարեցնելու գործողությունները։ Լուրերը կշարունակի հետևել գործի ընթացքին։ Ինչ վերաբերում է WhatsApp-ով ԱԱԾ-ի կենտրոնական բանկի եւ ներքին գործերի նախարարության անունից կեղծ զանգերին, այն նոր երևույթ չէ։ Դեռևս ամիսներ առաջ են սկսել մարդկանց թիրախավորել։ Խարդախները մինչև կապ հաստատելն արդեն որոշակի տեղեկություն են ունենում անձի մասին։ Խոսում են հիմնականում ռուսերեն, նաեւ հայերեն, փորձում են վախեցնել եւ շտապեցնել։ Զանգահարել էին WhatsApp-ով ներկայացել ԱԱԾ աշխատակից, դրանից հետո իբրև կենտրոնական բանկի աշխատակիցներ ինձ հետ կապ հաստատել եւ արդեն երրորդ անձի հետ խոսելիս վերջնական համոզվեցի, որ խարդախություն է կատարվում եւ իրենք եւս գալով կասկածներով հարցերս կանխեցին զանգը եւ ջնջեցին իրենց կողմից ուղարկված իբրև գործին առնչվող փաստաթղթերը։ Խնդիրն այն է, որ նրանք աշխատում են շատ արհեստավարժ եւ մշակված սցենարով։ Նորից ալիք է սկսվել, հայտնի մարդկանց կեղծված WhatsApp-ներով գրում են, թե ԱԱԾ-ն քեզնով է հետաքրքրված, հետո կեղծ ԱԱԾ աշխատակից է զանգում, տարբեր եղանակներով համոզում գումարները հատուկ հաշվի փոխանցել։ Իմ անունով WhatsApp-ում համար է բացվել, որից զանգում են տարբեր մարդկանց, հանրային խորհրդի նախկին անդամների կամ առնչություն ունեցող անձանց։ Կապավորը նամակագրությամբ իմ անունից հայտնում է, թե իբր հանրային խորհրդում ստուգումներ են իրականացվել եւ անվտանգության բնույթի խախտումներ են արձանագրվել, դրա համար իբր ինձ հրավիրել են ազգային անվտանգության ծառայություն։ Սցենարները կարող են տարբեր լինել, նպատակը նույնը՝ գումար հափշտակել։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հապետյան, լուրեր։